Գտնվում ենք Վայք համայնքի ավտոպարկում։ Հաթուլ Վարդանյանն եմ, աշխատում եմ գյուղատնտեսություն բարեկարգման հավաքում որպես տնօրեն եւ մենք գտնվում ենք հիմա մեր մեքենատրակտորային պարկում, որը 16 բնակավայրերի համար կատարում է գյուղատնտեսական բոլոր տեսակի աշխատանքներ։ Մեր առկա գյուղատնտեսական տեխնիկան ընդհանուր առմամբ բավարարում է համայնքի բնակավայրերի պահանջարկի մոտավորապես 50-60%-ը։ Մնացած աշխատանքները կատարվում են սեփականատերերի ունեցած տեխնիկաներով։ Սակայն այստեղ կա մի հանգամանք, որ գնային իմաստով մեր հավաքանու կողմից հաստատված ծառայությունների վճարները բավականին ցածր են եւ գյուղացիների մեծամասնությունը անպայման ձգտում է, որ մեր տեխնիկայի միջոցով կատարի այդ աշխատանքները եւ այստեղից էլ առաջանում է գյուղացական տեխնիկայի չբավարարելու հանգամանքը։ Ստեղ մենք նոր տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով ստացել ենք նոր հացահատիկահավաք կոմբայն, եւս մեկը, կարծում եմ, որ արդեն այս պահանջարկը մենք կապահովենք համայնքի բոլոր բնակավայրերում կհասցնենք ժամանակին հացահատիկային կուլտուրաների հունձը։ Մինչև օրս մենք կատարել ենք գառնանացանի աշխատանքներ, վարի, ցանքսի, արդեն մեկնարկում է խոթնձի աշխատանքները եւ հիմա դուք էլ տեսնում եք մեքենատրակտորային պարկում վերանորոգում են խոթնձի կոմբայնը, մեկը վերանորոգ է վերջացրել ենք, երկրորդն ընթացքի մեջ ունենք տրակտորային խոթնձիչներ 3 հատ, որոնք անվավոր տրակտորների միջոցով նորից կմասնակցեն խոթնձի աշխատանքներին, ունենք 6 հատ հավաքող խոտի հավաքիչ մամլիչներ պատրաստ վիճակում, որոնք էլ խոթնձի աշխատանքների մասնակցության համար են։ Սենց առայժմ խոթնձի աշխատանքները, որից հետո մենք կնախապատրաստվենք արդեն աշնանացանի աշխատանքներին։ Տեխնիկայի պակաս ունենք, նաև մենք դուք տեսնում եք այստեղ մեծ քանակությամբ խողովակներ, նաև գյուղատնտեսություն հողակին է վստահված խմելու ջրագծերի շատ վթարված հատվածների փոխարինումը, այդ աշխատանքները եւս մենք ենք կատարում, ունենք էքսկավատորի պահանջարկ, եռակցման ապարատի պոլիէթիլենային խողովակների պահանջարկ, որպեսզի ավելի օպերատիվ եւ ժամանակին կարողանանք նշված աշխատանքները կատարել։ Վայք համայնքի եւ տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ այս տարի ձեռք է բերվել հացահատիկային կոմբայն, հացահատիկ հավաքող կոմբայն եւ աղբատար մեքենա։ Նոր դեռ չենք օգտագործել, այս տարի խնդիր չի ունենա գյուղացին, համոզված եմ, որ կհասցնենք բոլորի ցանկերը քաղեն այս կոմբայնով, եւս ունենք մեկ կոմբայն, որը գտնվում է նորմալ վիճակում, 2 կոմբայնով կհասցնեն համայնքի հացահատիկը հավաքեն կոմբայները։ Կարկտակայաններ ճիշտ ասած ոչ բոլոր գյուղերում ունենք, օրինակ Կարմրաշեն հեր գյուղում չունեն կարկտակայան, մնացած գյուղերում էլ կարիք ունեն կարկտակայանի, համոզված եմ, որ այս տարի չէ, մյուս տարի կարկտակայանների հարցերն էլ կլուծենք, տեղեր կա, որ պիտի ավելացնենք եւ հեր Կարմրաշեն գյուղերում նոր կարկտակայաններ էլ պիտի տեղադրվի։ Մյուս տարի այդ հարցն էլ կլուծվի։ Մենք ջրովի դաշտեր շատ քիչ ունենք, ամեն տարի ջրովի տարածքները ավելացնում ենք, սուբվենցիոն ծրագրերով կատարում ենք ռոռոկման ջրագծերի իրականացման աշխատանքներ, հուսով եմ մյուս տարի եւս աշխատանքներ կիրականացնենք, մոտ 400 հեկտար տարածք նորից կդարձնենք ջրովի ու դրանով գյուղատնտեսությունը ավելի կզարգանա։ Եթե ջրովի տարածքներ ունենանք, եթե ջրովի տարածքներ շատ ունենանք, ավելի շատ վարուցանքեր կանեն ժողովուրդը այգիներ կհիմնեն։ Իսկ ինչ ծրագրեր կան ռոռոկման հետ կապված Վայք համայնքի, Վայք քաղաքից սկսած։ Վայք քաղաքում ռոռոկման համակարգ ընդեղ ունենք, Վայք համայնքը սպասարկում է ջոյ է, համայնքապետարանը չի սպասարկում։ Իսկ գյուղերում ընթացիկ աշխատանքներ կատարվում են ռոռոկման ջրագծերի
համար, բայց շատ աշխատանքներ ունենք դեռ կատարելու, համոզված եմ առաջի 1-2-3 տարիների ընթացքում ահագին առաջընթաց կունենանք այդ ուղղությամբ, ավելի շատ ջրովի տարածքներ կունենանք համայնքում։ Վայք խոշորացված համայնքը ունի ավտոպարկ, որը համալրված է համարյա բոլոր գյուղգործիքներով եւ գյուղտեխնիկայով, չնայած տեխնիկան եւ գյուղգործիքները չեն բավարարում 15 բնակավայրի գյուղատնտեսական աշխատանքները իրականացնելու համար։ Բնակավայրի բնակիչները ունեն նաև համապատասխան տեխնիկա, որոնց օգնությամբ աշխատանքները հավուր պատշաճի իրականացվում են։ Վայք խոշորացված համայնքում կատարվել է 635 հեկտար գարնացան ցանց, գարի, հաճար, ցորեն, արվույթ, կորնգան և 176 հեկտար աշնանացան ցորենի ցանց։ Վայք խոշորացված համայնքը ունի 10 հատ կարգտապաշտպան կայաններ, որը որոշ չափով օգնում է բնակավայրերի բերքը չվնասելուն, կարկուտից պաշտպանելու համար։ Չնայած դրան շատ քիչ է, մենք նախատեսում ենք առաջիկա տարիներին եւս ձեռք բերել 10-15 կարգտակայան։ Աջակցությունը Վայք համայնքն է կատարում, թե որևիցե կազմակերպություն։ Նախորդ 10 հատ կարգտակայանը պետական ծրագրով է իրականացվել գնումը, իսկ առաջիկայում համայնքային բյուջեից պետք է ձեռք բերվի։ 2024 թվականին կառավարության աջակցությամբ բուսաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում գարնացան հացահատիկային կուլտուրաների համար 1 հեկտարի համար կփոխհատուցվի 70,000 դրամ, բազմամյա խոտի, այսինքն արվույթ կորնգան մաքուր ցանքի դեպքում 110,000 դրամ փոխհատուցում, որը մեծ աջակցություն է գյուղացուն, օրինակ 23 թվականին նման աջակցություն չի եղել, ցանքը եղել է 530 հեկտար, ընդհանուր աշնանացանն ու գարնանացանը, իսկ այս տարի արդեն 810 հեկտար անց է։ Բուսաբուծությունը ասեցիք լավ զարգացած է։ Մեղր արտահանվում է ուրիշ քաղաքներ, գյուղեր, միայն Վայք համայնքի տարածքում վաճառքը իրականացվում։ Մեղրի վաճառքը հիմնականում իրականացվում է Երևանում եւ շրջակա քաղաքներում՝ Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր, Արարատ, Արտաշատ, հիմնականում այս քաղաքներում է վաճառվում։ Անհատների կողմից դինամիկա չկա ավելացնելու անասնագլխականակի, բայց փոխարենն ավելանում են խոշոր ֆերմերները, մեր համայնքում կառուցվել է 1 հատ խելացի անասնագոմ, առաջին մոդուլը, եւ շատ հետաքրքրողներ կան, որ ուզում են զբաղվեն խոշոր ֆերմերային տնտեսությամբ, այսինքն խելացի անասնագոմ հիմնեն, ֆերմերային տոհմային անասուններ ներկրեն, կաթնատվությունը ավելացնելու նպատակով։ Նշեմ նաև, որ Վայք խոշորացված համայնքի Կարունաշեն բնակավայրում կա խոշոր անգուս սորտի ֆերմերային տնտեսություն,